Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես 2026 թվականը կարմիր կրակե ձիու տարի է։ Ինչ պետք է ուտել նոր տարուն, ինչից պետք է անպայման խուսափել եւ ինչպես զարդարել ամանորի սեղանը։ Այս եւ շատ հարցերի շուրջ կխոսենք արդեն ազգագրագետ, դիզայներ Վահե Սեմաքոթանյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք։ Նախ հասկանանք մենք մեր տոմարով, ազգային տոմարով, կրակե, հրե, կրակե ձիու տարին մեզ մոտ ոնց է եղել։ Այսինքն նույն ձև թե մենք ունեցել ենք մեր տոմարները։ Իրականում մենք հրի հետ լավ ենք, այս դեպքում ձիու հետ չէ, որովհետև չինական տարբերակում են ընդունված, այս կենդանակերպի տարբերակները որպես այդպեսին տարվա խորհրդանիշ համարելը, իսկ հուրը ինչու մեզ մոտ է, որովհետև 4 տարերքի խորհրդանիշը բավական տարածված է մեր եւ առասպելաբանության եւ ավանդույթների եւ քիչ հետո երբ որ խոսեմ նաեւ տարեհացի մասին, նաեւ դրա կոնցեպտում է դրված, հետեւաբար կասեմ, որ չունենք նմանատիպ տարբերակ, բայց հուրը այս դեպքում լավ է, որովհետև ինքը ջերմության, առատության եւ այսպես ասած հոգու ջերմության խորհրդանիշն է։ Կարծում եմ, որ լավ տարի է լինելու, անկախ նրանից դա կլինի հրե ձիու տարի թե այլ կենդանում եւ նույնը կարծում եմ լավ տարի է լինելու, եթե դու հավատում ես դրան։ Շատ լավ, իսկ ավելի մանրամասն, եթե փորձենք հասկանալ 26 թվականին ինչ պետք է հագնել, ինչպես դիմավորել, մի փոքր մանրամասներ տանք հեռուստադիտողներին, որպեսզի ավելի պատրաստված լինեն ամանորի գիշերը։ Իրականում բավական հետաքրքիր է, որ ամեն տարի որևիցե գույն ընտրվում է տարվա խորհրդանիշ գույն, որպես այդպիսին հագուստի կիրառության, նորաձևության եւ այլնի մեջ, բայց ես դիզայներ լինելով հանդերձ կողմ չեմ գույների կոնկրետ ինչ-որ սահմանափակումներին, որովհետեւ կան գույներ, որ օրինակ մարդուն չի սազում։ Այդպիսի սկզբունք կա եւ մարդն էլ հոգեպես պետք է իրեն այդ գույնի մեջ լավ զգա, որովհետեւ ընդհանրապես գունային հոգեբանություն գոյություն ունի, որի շրջանակներում մարդը իրեն կոմֆորտ զգում կամ չի զգում որևէ գույնի դաշտում։ Հետեւաբար պարտադրել, որ այդ գույնը հագնի, որովհետեւ տարվա գույնն է, ես միաժամանակ կողմ չեմ։ Այստեղ պետք է հաշվի առնել քո հաճախորդի եւ այն մարդու կարծիքը, որը քեզ դիմել է գրագետ խորհուրդ ստանալու համար, թե ինչ գույն պետք է կարևորը իրեն սազի, այսպես ասեմ։ Դրա համար ճիշտ է լուծումներ տալ, հատկապես տարվա հետ կապված, օրինակ թրենդային է համարվում տարբեր գունային փոխհարաբերություններ եւ նախշեր, պրինտներ, որոնք որ կարելի է օգտագործել ելնելով դրանց գունային բազայի ճիշտ օգտագործումից եւ դրանց կիրառությունից։ Այս դեպքում պարտադրական ոչինչ չկա։ Եթե դուք համարում եք ճիշտ է նորաձևությունը, մենք գիտենք, որ միշտ հինը պատտվում է եւ սկիզբ է գալիս եւ նորաձևություն հասկացությունը դա հորինված հեծանիվ չէ։ Պարզապես մենք պատտվում ենք հնին փոխելով որոշակի ձևվածքաբանական լուծումներ, գունային փոխհարաբերություններ եւ ընդհանրապես փորձում ենք հարմարեցնել մեր բնակլիմայական պայմաններին, որտեղ նույն հագուստով օրինակ կարող են Եվրոպայում այլ ձև անել, այլ կտորից մեզ մոտ այլ, որովհետեւ բնակլիմայական պայմանները նույնքը ձմեռը տարբեր է։ Ես գիտեմ, որ մենք շատ ուշադրություն չենք դարձրել հագուստին, բայց շատ մեծ ուշադրություն ենք դարձրել հին ժամանակներում սեղանին, ամանորյա սեղանին, որովհետև շատ անգամ այնտեղ բացակայել է մսամթերքը, այլ քանի որ ամանորին պասային շրջան է համարվել, ավելի շատ հատիկեղեն է եղել։ Ինչ կա, որ այսօր եկել հասել է մեր այսօրվա տոնական սեղանները։ Բոլորից ծանոթ երկու տարբերակ կնշեմ, լոբով աղցանը հատիկ լոբիով կարմիր, որը շատերի սեղաններին կտեսնեք, անկախ նրանից ինչ եվրոպական աղցաններ է պատրաստում, միևնույն է այդ աղցանը շատերի սեղանին տեսնում եք, եւ պասուց տոլման, որը որ հաճախ մենք ամանորին այդքան սննդի մեջ պատրաստելուց հետո միևնույն է ունենում ենք պասուց տոլմա։ Եվ շատ ուտում ենք, օրինակ ես։ Այո։ Հարցը առաջանում հաճախ այդքան սննդամթերքի մեջ որտեղից այդ երկու ճաշատեսակները, որ եկել են, չէ որ առատ է սեղանը իրականում, բայց պարզվում է, որ այդ երկուսն է, որ ճիշտ է հայկական սեղանի համար, ինչու որովհետև միջև խորհրդային տարիները
Դեռևս 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ որ ընդունվեց, որ հունվարի 1-ին պետք է տոնել ամանորը, որտեղ միջև դա հունվարի 1-ին մենք չենք տոնել։ Ունեցել ենք 3 նոր տարիներ, մեկը գարնանամուտին է եղել, մյուսը օգոստոսին նավասարդ ամսին եւ կոչվել է նավասարդ, եւ վերջինը շարունակվել է մինչև սեպտեմբեր ամիս, որովհետեւ աշնան բերքի հավաքի շրջանն էր սա համարվում եւ առաջին երախայրիկը, այսինքն առաջին պտուղը պետք էր փորձել այդ հատվածում, որովհետեւ այն ժամանակ հիմիկվապես առատ չէր, որ ցանկացած բան կարողանայինք մենք գնել ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ, հետեւաբար մենք աշնան ամբողջ հավաքված բերքը որպես տարվա մուտք եւ տարվա սկիզբ դիմավորում ենք հենց աշնան հատվածում։ Ինչ վերաբերում է սեղանի փոփոխությանը, դա եղել է խորհրդային միության ժամանակ, որտեղ խորհրդային Հայաստանում պետք է որ ազդեցություն ունենար նաեւ խորհրդային միության ավանդույթներից։ Հետևաբար սեղանին հայտնվեց խոզի ազդրամիսը եւ նրբաբլիթներ մսով մայրաքաղաքային աղցան, որոնք որ ամբողջովին մսային ուտեստներ են, բայց մեզ մոտ պահոց շրջան է այդ հատվածում։ Եվ միջև օրս քրիստոնեական եկեղեցին, հայ-առաքելական եկեղեցին 1-ից մինչև 5-ի երեկո ընդունում է որպես պահոց շրջան, այսինքն չի օգտագործում կենդանական սնունդ, սեղանին դինում է 7 տեսակի ընդեղեն պարտադիր, որովհետև ընդեղեն ընդհանրապես պտղաբերության խորհրդանիշն է, հետեւաբար սա կարևոր խորհուրդ է հայկական ամանորի դիմավորելու համար։ Միայն 5-ի երեկոյան, երբ որ պատարակ է մատուցվում, այդ ժամանակ թաթախման երեկոն է սկսվում, այսպես ասած, ինչու որովհետև յուղի առատ սննդամթերքի մեջ թաթախվելու իմաստ էստեղ ունի եւ սկսվում է բուն տոնը, այսինքն ջրորներքը կամ ինչպես ասում են խաչը իջնում է ջուրը, մեր ժողովրդական այսպես ասվածով, հա, Քրիստոսի մկրտության եւ ծնունդի փոխհարաբերության տոնն է այստեղ հիշատակվում։ Այդ օրը հետաքրքիր ճաշատեսակ է մատուցվում, մայրամաճաշ, որը պատրաստվում է ընդեղենից, չրերից, չամիչներով տարբերակով, որը քաղցրահամ ճաշ է, անուշապուր, հայկական մի գեղեցիկ բառ ունենք, թանձրուկային ճաշ է, որը պատրաստվում է հենց սպիտկուկ բանջարից։ Սպիտկուկ բանջարը դա կապվում է Մարիամ Աստվածածնի հետ։ Ըստ մշեցիների պահպանված ավանդազրույցի առաջին սպիտկուկ բանջարը հավաքել է հենց Մարիամ Աստվածածինը եւ իր վարսերի հյուսքին է նմանվել, որովհետեւ բանջարը մենք երբ որ հավաքում ենք, հյուսում ենք, չէ՞։ Եվ եփելու ընթացքում սպիտկուկ բանջարը սկսում է այդպես ճեվալ։ Երբ որ գթալով բարձրացնում է, կարծես մազի պես ճեվա իր այդ խտանյութի արդյունքում։ Եւ սա համարվում է Մարիամի ճաշ, այսինքն Մարիամաճաշը, դա Մարիամ Աստվածածնի հետ կապվող ավանդազրույցի հիմքի վրա է ստեղծվել։ Կարևոր նախապայմանը ամանորին ունենալ գաթան, որը այլ կերպ անվանում են տարու դրմուզ, տարեհաց, լոլե, որովհետեւ լոլեի գիշեր է համարվում նաեւ, որովհետեւ լոլեն դա հացատեսակ է հաճախ, եւ տարեհացը բաժանվում էր 4 մասի, սա աշխարհի 4 կողմերն էր, 4 տարերքը, 4 եղանակը, հա, եւ բաժանված 4 հատվածներում դրվում էր կարևորագույն այն թիրախային գաղափարները, որոնք որ մեր ամբողջ կյանքի ընթացքում մեզ ուղեկցում են։ Դրանք են տիեզերական լուսատուները, արևը եւ լուսինը, այսինքն մի կողմում լինում է առավոտ, մեկում գիշեր տեսարան, հետո դրվում է հավերժության նշան 4-րդ մասում եւ 3-րդ մասում, որտեղ ամենակարևոր հատվածներից մեկն է, դրվում է բուսականություն կամ կենատ ծառի խորհրդաբանությունը, որտեղ այս թխվող հացատեսակի կենտրոնում միշտ դրվում էր շատ հաճախ չոր ծառի ճյուղ, հա, կամ ձիթենու ճյուղ էր դրվում, կտրված, որի վրա հավաքում էր մեր ասած կենատ ծառը, որը տոնած ծառի փոխարինող տարբերակն է, որովհետեւ մենք Եղևնի չենք ունեցել։ Դա գերմանական սովորություն է, որ տեղափոխվել է ամբողջ աշխարհում այժմ։ Մեզ մոտ եղել է ծառի ճյուղ, որը կտրում ներս էին բերում, զարդարում էին չրերով, չամիչներով, պտուղներով, որը առատության խորհուրդն էր եւ ինչու էր դրվում ընդհանրապես գաթայի կենտրոնում այդ ծառը, որովհետեւ գաթան կոսմոգրաֆիկա է, այսինքն աստղային քարտեզ, աստղային հուշող գաղափար, որտեղից պետք է կենատ ծառը աճի, չէ՞ որ սերմի գաղափարն է արև, որը կյանք է տալիս կենատ ծառին եւ իր պտուղներին։ Սա է խորհրդաբանություն ընդհանրապես տարեհացի։ Եվ տարեհացի կենտրոնում ընդհանրապես դրվում էր նաեւ որպես էպսին մետաղադրամ կամ լոբու հատիկ կամ այլ ընդեղեն, որովհետեւ լոբին եւ մնացած ընդեղենը պտղաբերության խորհուրդն է ցույց տալիս։ Հատուկ կտրման ծես ունի, տան մեծ տիկինը նստում է, կոնկրետ այս դիրքով նստում է, երեխան հակառակ մեջկով այստեղ իր դիմաց է
կքանստում եւ գլխի հատվածում, այսինքն մեջքի հատվածում դրվում է գաթան եւ սկսում են կտրատել գաթան հերթով, որպեսզի երեխան չտեսնի ում են գնում բաժինը, հա, արդարացի որոշում է սա գուշակության եւ ասում է, որ այս բաժինը հայրիկին, մայրիկին, ընտանիքի բոլոր անդամներին, անասուններին եւ հողին է բաժին հանվում, ում որ մետաղադրամը դուրս էր գալիս, համարվում էր այդ տարի լիառատության տարի եւ իրեն էր լինում այդ տարին։ Այս գուշակության ծեսերը չի ավարտվում, որտեղ ամբողջ ամանորը գուշակության եւ տարվա, այսպես ասած, գուշակության ծեսերի շարք է։ Դրանցից է օրինակ ասիլիկ, վասիլիկները, որոնք մարդակերպ եւ կենդանակերպ թխուկներ էին, դրանք թխվում էին, ասենք, օջախներում կամ թոնրի մեջ, թխվելու ընթացքում, եթե օրինակ կնոջ կերպարով ուրճում էր, հա, այդ թխվածքը, ասենք փորի հատվածում, նշանակում էր, որ այդ տարի իրենց տան նորահարսը բալիկ է ունենալու։ Տղամարդու դեպքում, երբ որ գլուխն էր ուրճում, նշանակում էր, որ այդ տարի նյութական հարուստ տարի է լինելու, որովհետև ամեն ինչ գլխով է լինում այս դեպքում։ Եվ սա սկզբունքայինորեն հետաքրքիր ծես է, որը ցավոք այսօր չի պահպանվել, բայց լավ կլինի, որ հետ վերադառնա եւ ժամանակակից տարբերակով մենք կարողանանք իրեն մատուցել, որովհետև կարևոր եւ գեղեցիկ սովորություն է։ Դե ես կարծում եմ այն ինֆորմացիան, որ տվեցիք մեր եթերում, մեր հեռուստադիտող որոշ բան վերցրեց եւ կարծում եմ որոշ բաներ նաեւ կկիրառի այս տարի գոնե հաստատ կկիրառվի։ Այնպես որ շնորհակալ ենք ձեզ այս հանգամանալից հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ մեր ազգին մաղթում եմ խաղաղ տարի, կարևորը լիառատ տարի եւ ինչպես ասում են, ինչպես բոլորն են ցանկանում, միակ կարևոր նախապայմանը սեր եւ խաղաղություն բոլորիս։ Սեր ու խաղաղություն բոլորիս, իսկ ձեզ էմոցիաներ նվիրենք արև բացիկ, որտեղ շնորհավորանքներ են, այստեղ են ինչ տոնածար առանց պապ, ձմեր պապ, այս բացիկը նվիրեք ձեզ համար սիրելի անձնավորության։ Շնորհակալ եմ։ Եվ շնորհավորում ենք Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդի արդիվ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, դե կարծում եմ որոշ ինֆորմացիա կարելի է շատ արագ անել, այո, շատ հետաքրքիր է։ Այո, զրույցը եւ ես կարծում եմ, որ կարևոր չէ թե ինչ կենթանակերպի տարի է, կարևորը Աստծո օրհնության տարի լինի բոլորիս համար։ Հիմա կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։